Հայաստանի այդ առաքելական եկեղեցվո ամենեն ուշակրավ օրերը մեկն է ավակ 5 շաբթին, մանավանդ ոտնլվայի արարողությունը, ուր Հիսուս ձունգի քալով գլվա իր աշակերտներուն ոտքերը ի նշան խոնարհության եւ խոնարհության մեջ մեծության ըմբռնումին։ 5 շաբթի ապրիլ 2-ին կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Փափկեն Սրբազան arczepiskopos Չարյան ոտնլվայի գարկը կատարեց եւ հավուր պատշաճի քարոզեց Տորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցվո մեջ։ Եվ արդ, բարերար և բազմօրմդեր, ինչպես այն ադեն թելատրությամբ թաստկերագեցիր մեզ, հետևելու կու պրգակորց խոնարությանըտ, շնորե այժմ կու մեղավոր ծարաներուտ, որոնք երգրբակությամբ գխնդրեն կու մարդասեր շնորքներուտ կուտը, որ այս սագավ ճուրով մեղկերի թողությունը ստանան, որբեսի այս նույն օրինագով, Եբ իրարու ոտքերը լվանք ու մեր դգար անցերով կու գենարար ավանդությունը կդարենք մեր վրա հեղուս, կու ամենաարատ և ամենազոր շնորքըտ և մակպես մեզ, մեր բոլոր ալդեղություններեն ու մեղկերու շաղախումներեն։ Երբ մեր երեխաները գպերենք մգրդելու սուրբ մգրդության ավազանի մեջ, մենք կհավատանք, որ այնտեղ ճուրի մեջ 3 անգամ ընկղմումով մեր երեխաները իրենց ատամական զգստնական մեղքերեն գսրբվին Քրիստոսի հետ նոր մարդ դառնալով գտարնան ժառանգագից Քրիստոսի և գտարնան քրիստոնյա ու մանավանդ եկեղեցվո լիիրավ անդամ։ Եվ ավասիկ, երբ Քրիստոս զունգի գուքա, որպես մեծակույն վարդապետ, ուսուցիչ,
ամբողջ մարդկության մտածելակերպը կհեղաշրջի, որովհետև մարդը փառք, բադիվ, ուժ փնտրող մարդն է, Քրիստոս կուքա ասելու այդ նույն մարդուն, որ իրական ճշմարիտ մեծությունը խոնարհության մեջ է, սիրո մեջ է, ծառայության մեջ է, խոնարհաբար ծառայելու եւ քիչ ետ պիտի տեսնեք, որ այս սուտ Խորանին վրա այդ նույն իշադագի արարողությունն է, որ պիտի գադարենք եւ ոտքերը պիտի լվանք մեր 12 մեր ազգայիններու եւ ապա փոքրիկներու եւ մանուկներու, բայց այստեղ կտեսնեք մեր ազգայինները այստեղ նստած, որոնք դարիներ իրենք անցնաբես կամ իրենց հայրերը կամ իրենց մեծ հայրերը եւ իրենց մեջ են նաեւ բոլոր այն մեծերը, որոնք այս եկեղեցվո հիմնադրության, այս եկեղեցվո կյանքին, այս կետրոնի եւ այս համայնքի կյանքի մեջ իրենց լուման դրած են խոնարհաբար, սիրով, նվիրումով եւ ծառայությամբ։ Ահավասիկ սիրեիներ, թե ինչու այս արարողությունը մեզի համար պատկամ դվող արարողություն է եւ այդ արարողությունը սոսկ ցևական պատկերմը չէ, այլ պատկամ դվող եւ մեր կյանքի մեջ ուղղորդող արարողություն մնե մեր կյանքերը ըստ այնմ ապրելու։ Այսօր այս ազգայիներուն մեջ են ես կողջունեմ բոլոր այն նվիրյալները, խոնարհաբար ծառայողները, որոնք սիրով աստվածային օրհնությամբ կարողացան եւ գշարունակեն իրենց ծառայությունը այս եկեղեցու եւ համայնքի կյանքերներ։ Թող Աստված բոլորին առողջ երկար կյանք բարգեւե եւ իրենց օրինակը մեծակույն օրինակը հանդիսանա մեր քալիք սերունդներուն, ինչպես իրենք իրենց նախահայրերեն այդ օրինակը, այդ ոգին, որպես ներշնչումը ստացան եւ այսօր իրենք այդ նույն ոգին, որպես ներշնչում կփոխանցեն քալիք սերունդներուն, այդ ոգիով, խոնարհությամբ, նվիրումով եւ սիրով ծառայելու։ Թող Աստված իր ցերկով լվա եւ մակրազարդե մեր հոգիներն ու սրտերը, մեզ չարեն, չարութենեն ու աբագանություններեն միշտ հերացնե, որբեսի մենք կարենանք մակրազրտված ապրիլ մեր կյանքը։ Թող Աստուծո օրհնությունը այս յուղին եւ ճուրին ընդմեջ են մեզի քա օրհնե, բժշկե, առողջացնե եւ մակրազարդե ընդմիշտ հավիդյանս հավիդենից ամեն։